նշանակում է այն, որ մենք Բաքվում պահվող գերիներ ունենք եւ գերիների հարցով կառավարության ղեկավարը, արտաքին գործերի նախարարը, ինչպես նաեւ խորհրդարանը այս ուղղությամբ առավելագույն ջանքեր են գործադրում, որպեսզի մենք մեր գերիներին հետ վերադարձնենք հայրենիք։ Չէ, ներողություն Պարոն Բակոյան, հարց այստեղ ձևակերպումն է, գերի, ռազմագերի ձևակերպման փոխարեն վարչապետն ասում է երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձիկ։ Սա ինչու է փոխել վարչապետը բառանունը։ Տեսեք, վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև վարչապետը ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը, բայց ինչ վերաբերում է գերիներին, վստահ կարող եմ ասել, որ մեր միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով մենք անպայման առաջինը կամ առաջիններից մեկը խոսքը հարցերի մասին է, բարձրաձայնում ենք կամ խոսում ենք մեր գերիների վերադարձի մասին։ Տնօրենի այցից հետո որևէ չկա, ինչ փուլում է խոսվել է այդ մասին գերիների վերաբերյալ, որևէ հաղորդագրություն չտարածվեց, այսինքն հանրությունը չիրազեկվեց ի վերջո։ Փայլակ ջան, կան աշխատանքներ, որոնց կարծում եմ այդ աշխատանքները հանրայնացնելը կարող է process-ին վնասել եւ այն աշխատանքները, տեսեք, աշխատանքները չեն դադարում եւ մեզանից չի, որ 100% կախված է եւ մենք ենք որոշում վերադարձի մասով, բայց մենք առավելագույն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի վերադարձնենք Բաքվում պահվող մեր հայրենակիցներին եւ այդ ուղղությամբ կրկնում եմ եւ խորհրդարանը եւ կառավարությունը առավելագույն աշխատանք են իրականացնում եւ ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը ընդամենը չի երևում։ Պարոն Բակոյան, ներողություն, այս վարչապետի խոսույթի փոփոխությունը արդյոք հետ քայլ է կամ ինչ որ զիջում է չասել գերի, չասել ռազմագերի։ Ես դրամաբանություն չեմ տեսնում զիջման կամ դրամաբանության փոփոխության, որովհետև բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, ովքեր պետք է վերադառնան Հայաստան, եւ որի մասին նաեւ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է այդ մասին։ Դուք Ադրբեջանի նախագահի խոսույթում տեսնում եք փոփոխություն, օրինակ են հակահայ քաղաքականությունը, որ կար Բաքվի կողմից, թե դասագրքերում, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլ Հայաստանի ինքնիշխան տարածքներ համարում էին Ադրբեջան։ Դուք այդ առումով փոփոխություն տեսնում եք, թե ոչ, այս օգոստոսի 8-ից հետո։ Դուք տեսնում եք։ Դուք տեսնում եք։ Ես ձեզ եմ հարցնում։ Ես ձեր հարցին հարցով պատասխանում եմ, այնուհետև պատասխանեմ։ Մենք չենք տեսել։ Շատ լավ։ Տեսեք, թե ինչ հայտարարություններ կանեն, մենք գնում ենք խաղաղության եւ այդ խաղաղության ճանապարհը հեշտ չի։ Այն սկզբունքները, որ արձանագրվել են օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ, դրանք խոսում են ըստ էության խաղաղության մասին եւ այստեղ հստակ արձանագրվել են կետեր, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը։